Կրկին ձեզ ողջունում ենք Խաչատուր Աբովյանի տուն թանգարանի տաղավարից, այս հրաշալի հայկական մթնոլորտում, այս պայն մենք զրուցելու ենք բանասեր ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Մադոյա Միլենայի հետ, որը այս պահին այցելել է Խաչատուր Աբովյանի տուն թանգարան, կրկին հաղորդակցվելու, հաղորդակից դառնալու մեծ հայասերի, մեծ հայի գրական, մշակութային եւ պատմագրական ժառանգությանը։ Ողջույն Միլենա։ Ողջույն, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Մենք ենք շնորհակալ այսպես համապատրաստից համաձայնելու համար։ Սա իրականում հետաքրքիր ձևաչափ է եւ զգացողությունները այստեղ շատ օրգանական են լինում, ոչ մի արհեստածին բան չկա եւ առաջին հարցը թերևս ուզում եմ սկսենք իբրև այցելու թանգարանային այդ զգացողությունը ինչպիսին է լինում, երբ մտնում ենք թանգարան։ Կարծում եմ, երբ յուրաքանչյուր անձնավորություն մուտք է գործում թանգարան, ինչ որ ժամանակային տարօրինակ զգացողություն է տեղի ունենում, քանի որ փողոցի հետ աղմուկից, հեռախոսներից, ամեն ինչից կտրվում ենք ու մուտք են գործում մի նոր աշխարհ, ծանոթանում ենք թեկուզ հենց այս թանգարանում Խաչատուր Աբովյանի կյանքին, տեսնում ենք նրա ձեռագրերը եւ հասկանում ենք, թե ինչպիսի կյանքով է նա ապրել։ Ինձ նույնպես թանգարան մտնելուց կարծես շատ էմոցիոնալ վիճակ է տրվում, որ պետք է ծանոթանամ մեր մեծերին ու առաջին հերթին մեծ ակնածանքով եմ մտնում, քանի որ պետք է հասկանամ նրանք ով են եղել առաջ եւ ինչու են հասել այն աստիճանին, որ մենք այժմ կարող ենք մուտք գործել թանգարան եւ տեսնել նրանց ձեռագրերը։ Իբրև բանասեր ես կուզեի երկու ուղղությամբ պատասխանել այս հարցին եւ իբրև բանասեր, որը հետագայում նաեւ գիտական եւ ուսումնական կրթական ծրագրերով պիտի շարունակի իր աշխատանքային ուղին եւ նաեւ որպես հայ մշակութային այդ մեծ համաշխարհային քարտեզագրության մեջ ինչպիսին է հայկական թանգարանային մշակույթի այսօրվա իրական պատկերը, ինչպես եք դուք դա տեսնում եւ ինչ պիտի անի յուրաքանչյուր թանգարան կամ թանգարանի աշխատակից կամ այցելու այդ թանգարանային մշակույթը ել ավելի զարգացնելու եւ նոր հարթության մեջ բերելու եւ համադրելու արդեն եղածը համաշխարհային շուկայում։ Կարծում եմ, քանի որ հիմա ավելի զարգացած է հեռախոսային ինտերնետային կապը, իհարկե թանգարանների էջերին հետևելով հասկանում եմ, որ կա այդ գովազդը, այսպես ասած, բայց կարծում եմ ավելի 3D ինչ-որ ներկայացումներ կամ չգիտեմ, այդպիսի ավելի ինտերնետային, որ փոքրներին կհետաքրքրի, ինձ թվում է դա ավելի կհետաքրքրեցնի եւ երեխաները ավելի մեծ հաճույքով կցանկանան գալ։ Այսինքն թանգարանային ժառանգությունը բերել թվային ավելի ժամանակակից կերպով մատուցել, ճիշտ է ինչքան էլ թանգարանը իր հնությամբ այսպես է հաճելի, բայց միևնույնն է երեխաները ավելի շատ այդ ժամանակակից բաներին են ձգտում, դրա համար ճիշտ է ինձ այս կերպն է հաճելի, բայց պատկերացնում եմ, որ երեխաներին ավելի հաճելի կլինի ժամանակակից կերպով մուտք գործել։ Իսկ ինքնության տեսանկյունից թանգարանային մշակույթ առհասարակ իհարկե մենք այս պահին գտնվում ենք մի այնպիսի թանգարանում, որ երբ որ ասում ենք Խաչատուր Աբովյան, շատ անմիջականորեն, շատ սերտ, կարծես թե միս ու արյուն համադրությամբ եթե դիտարկենք հայ ժողովրդի եւ Աբովյանի փոխկապակցվածությունը եւ Աբովյանի վերաբերմունքը առհասարակ հայկական ամեն մի բանի եւ հայրենիքի այս ամենը եթե մենք ավելի ամփոփենք եւ ավելի փորձենք սահմանում տալ այս ամենին ինքնության տեսանկյունից ինչ խնդիր ունի լուծելու թանգարանը։ Չեմ կարծում ճիշտ ասած այս պահին ինչ որ խնդիր կա թանգարանների հետ կապված, որ կարող են այցելուները հրաժարվել օրինակ այցելել, որովհետև առաջին հերթին երբ մուտք են գործում թանգարան, մենք մտածում ենք ինչ որ գեղագիտական նոր աճ ձեռք բերելու մասին, ու թեկուզ երեխաներ կան, որ դպրոցում ստիպողաբար այդպես հայտնվել են թանգարանում ու ինչքան էլ անհետաքրքիր է իրենց թվում, միևնույնն է մի նոր ինչ որ բան վերցնում են թանգարանից գնալիս, ու թանգարան մտնելը առհասարակ այն տպավորությունն է, ոնց որ մի հաստափոր չկարդացված գիրք վերցնես ու նոր սպասելիքներ, մեծ սպասելիքներ ունենաս, որ ինչ էմոցիաներ կամ ինչ նոր բաներ ես սովորելու այդ գրքից։ Դրա համար կարծում եմ թանգարանները այս պահին ինչ որ այդպիսի գլոբալ խնդիր չունեն, որ կարող են հրաժարվել ինչ որ երիտասարդները կամ երեխաները մոտ գործելուց։ Եթե թանգարանները լեզու ունենային խոսելու, օրինակ այս պահին դիցոք գտնվում ենք Խաչատուր Աբովյանի տուն թանգարանում եւ մեր թանգարանի օրինակով ասենք, եթե թանգարանը խոսեր կարողանար խոսել, այս պատերը խոսեն։
Ինչ ուղերձ կունենար այսօրվա մարդուն, ժամանակակից մարդուն, նոր սերնդին, որը կլիներ ուղերձը։ Որ երբեք չդադարեն հիշել իրենց մշակույթը, չպահպանեն, չմոռանան պահպանել իրենց մշակույթը եւ ի վերջո մենք մեր կյանքի ընթացքում ամեն օր թեկուզ ստեղծում ենք մի նոր մշակույթ, իսկ թանգարանը այն միջավայրն է, որ պետք է հասկանանք տվյալ մշակույթը հավերժացնենք թե ոչ։ Հրաշալի է եւ այն նմուշը, ցուցանմուշը, ձեռագիրը, լուսանկարը, չգիտեմ, իրը, որ քեզ հետ կտանեիր այստեղից, եթե ունենայիր այդ հնարավորությունը, որը կլիներ։ Կարծում եմ Վերք-Հայաստանի վեպի ձեռագիր տարբերակը ինձ շատ է հետաքրքրում։ Շատ հետաքրքիր ձեռագիր ունի Նախաբովյանը։ Ես ամեն ձեռագրին նայելով հիանում եմ, իսկ Վերք-Հայաստանին դեռ 6-7-րդ դասարանից որ կարդացել եմ, ամեն տարի կարծես նորից կարդում եմ ու ամեն անգամ ինձ հետաքրքրել է ձեռագիր տարբերակը ու անցյալ անգամ էլ որ հենց տեսա ձեռագիր տարբերակը շատ ուշագրավ էր ուղղակի։ Շնորհակալություն գեղեցիկ եւ բովանդակալից զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Մադոյան Միլենայի հետ, մեր այցելուներից այսօր, մասնագիտության բանասեր։ Մենք դեռ կշարունակենք օրվա ընթացքում հետաքրքիր զրույցների մեր շարքը։ Հետևեք մեզ։